33 տարի զինվորական համազգեստով պատերազմի, պատասխանատվության եւ մեր երկրի համար ամենածանր փուլերում։ Տարիների ծառայությունից, կոչումներից եւ ուսադիրներից այն կողմ, ով է այդ մարդը, ինչի միջով է անցել, ինչ է տեսել, ինչ է մտածում այսօր Հայաստանի մասին, մեր զինված ուժերի մասին, մեր ապագայի մասին եւ ինչ կարծիք ունի այսօր մեր երկրին նետված մարտահրավերների մասով։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, նոր խոսք հաղորդաշարի Անդրանիկ թողարկումն է, իմ հյուրը գեներալ Արշակ Կարապետյանն է։ Ողջույն պարոն գեներալ։ Ողջույն ձեզ։ Ես ներածական խոսքում նշեցի 33 տարի, գուցե խոսքով այդպես պատկերացնելի չէ, բայց դա մի մեծ ժամանակահատված է։ Ինչպես որոշեցիք կապվել զինված ուժերում, արդյոք ձեր ընտանիքում կար զինվորական եւ այդ որ պահին դուք այդ որոշումը կայացրեցիք այդպես կապվել մեր զինված ուժերի հետ։ Ուզանա, մեր ընտանիքում իմ, ասենք, պապերը եւ պապուս հայրը, պապուս պապը, ոնց որ ասում են, 100 տարի առաջ բոլորը կռվել են։ Մեր գյուղը յուրահատուկ գյուղերից մեկն է, որ թուրքերը չեն կարողացել կոտորեն, որովհետև այդ գյուղը դիմադրել է։ Եվ կռվել են իմ պապուս եղբայրները, դեն ժամանակ գիտեիք, ասենք, մեկը կարող լիներ 5 տարեկան, մյուսը կարող լիներ 25 տարեկան, պապս այն ժամանակ անմիջապես փոքր էր, բայց մյուս իր եղբայրները, որոնք ավագ եղբայրներ էին, բավականին երկար կռվում էին, եղբայրներից մեկն էլ մինչև 36 թիվը պատկերացրեք ֆիդային է եղել Թուրքիայում մեր հայկական տարածքներում։ Ուզում եմ ասեմ, որ այդպես է եղել։ Իմ պապը անմիջապես իմ պապը եղել է երկրորդ համաշխարհայինի ժամանակ եւ մասնակցություն ունեցել այդ Կովկասյան հատվածի այդ պատերազմում եւ պարգևատրված է այդ ռուսերեն ասեմ Օրդենում Կրասնի Զվիզդի, այդ Սովետական միության պրեզիդիումի որոշումը կա մեր տանը։ Իմ տատս Լենինիշ-քանշանագիր է եղել, որպես այն ժամանակ ղեկավարել է կոլխոզը, հետո սովխոզը մեր գյուղի։ Ուզում եմ ասեմ, իմ պապերը միշտ ծառայել են մեր հայրենիքին։ Ու եթե այդ հայրենիքը եղել է դժբախտության մեջ, կռվել են, եթե այդ հայրենիքը պետք էր կառուցել են, հետո այդ պատերազմից հետո իմ պապը եղել է Էջմիածնի երկրորդ քարտուղարը, այդ աշխատել, ծառայել է մեր հայրենիքին, դե երևի իմ որոշումը հենց փոքրից լսում էի, որ այն պապուս եղբայրը այսպես արեց, այն պապուս եղբայրը այսպես արեց, ճիշտն ասած, այդ իմ պապը ասել էր, մեր հերիքա էլ զինվորական ոչ մեկ չդառնա, եւ ասենք, այն ստացվեց, որ ոնց որ տնից մեկը չլսեց ու դառավ զինվորական։ Ռուզաննան, նենց որ դաստիարակությունը մեկ էլ երևի թե մեջս մեկ է, էլի պապերից եկել է այդ ամեն ինչ։ Այսինքն, եթե դուք այսօր նորից ձեր կյանքի ուղին սկսեիք, նորից զինվորական ճանապարհն էիք ընտրելու, ես այդպես հասկացա։ Ես հավատացեք, ոչինչ չէի փոխի։ Հավատացեք, կարող է մի քիչ, ասենք, գիտեք ոնց, մի քիչ այն սխալները, որ ասենք, որ ես գտնում եմ, որ ես թույլ եմ տվել, կարող է մի քիչ շտկեի, բայց ոչ մի լուրջ բան, փոփոխություն իրականում չէի ուզի անեի։ Ռուզաննա, ոնց կա այդպես էլ ճիշտն ասած, միշտ պայքարել ենք մենք ցեղով, միշտ
միշտ պայքարել ենք, մենք պայքարից չենք վախենում, իսկ այն խոչընդոտները, որ մեր դեմ դնում են, միշտ էլ հաղթահարել ենք։ Պարոն Կարապետյան, սովորաբար, երբ լսում ենք գեներալ, պատկերացնում ենք այսպես փակ, մի քիչ ավելի խիստ մարդ։ Արշակ Կարապետյանը ծառայությունից դուրս ինչպիսի մարդ է։ Դե երևի դա Ռուզաննա ինձ չպետք է հարցնեք, ինձ բոլորն ասում են դուք շատ հանգիստ մարդ եք, ասենք հանգստություն ունեք, բայց ճիշտ ասած երևի ես վերջի մի 3 տարին է, որ ծառայությունից դուրս սկսել եմ ինքս ինձ ճանաչել, որտեվ 17 տարեկանից 24 ժամ եղել եմ ծառայության մեջ, այսպես ասեմ, դուրս չի եղել, որ ասեմ, ծառայությունից դուրս եմ, պաշտոններն էլ այնպիսի պաշտոններ եւ պարտականություններ են եղել, որ եթե նույնիսկ մի տեղ հաց էինք ուտում, մեկը գլուխս եւ մտածում էր, ասենք, այն տղաների մասին, որոնք խնդիր էին կատարում իմ հանձնարարությամբ եւ այլ եւ այլ։ Իսկ պարոն Կարապետյան, եղել է, որ դուք ձեր ծառայության ընթացքում ստիպված ծանր որոշումներ կայացրած լինեք։ Գիտեք, իհարկե եղել է։ Ռուզաննա, գիտեք ինչքան ծանր է, որ 18-19 տարեկան տղային, դե մեր համար, իմ հասակի համար դա երեխա է, ու դու հրաման ես տալի ու հասկանալով, որ կարող է տղան, այդ զինվորը զոհվի։ Շատ ծանր է։ Մանավանդ դու գիտեք, որ մեր ոլորտը հետախուզական բավականին վտանգավոր ոլորտ է։ Իմիջիայլոց ասեմ, որ տուն էի գալի, ասենք, որպես օրենք գալիս է այդպես 11-ից հետո հաստատ, եթե ոչ ավելի ուշ, երեկոյան, եթե գալիս էի, միացնում էի հեռուստացույցը ու նստում էի հեռուստացույցի դեմ, ու ասենք մինչև առավոտը 3-ը 4-ը, ինձ տնեցիք հարցնում էին, գալի ասում էին, ինչ է, էլի մարդ ենք սպասում թիկունքից, արդեն սովորել էին, որտեղ դե քունս չէր տանում, ոնց քնեի, պատկերացեք, խումբը ուղարկում ես, սպասում ես հրաման կատարեն, չեն կատարի եւ այլ, հələ էդի լավ հրաման կատարել չէ, կզոհվեն, նորմալ դուրս կգան եւ այլ, մարդ քուն չէր տանում, նստում հեռուստացույց էին անում, տնեցիք էլ ոնց որ դա արդեն այնց հետախուզական այն բանելներ էլի արդեն իրանց համար պրիզնը կլներ, որ վсё, ուրեմն մեկը թիկունքում բան անում, չի կարող քնի։ Առավոտն էլ շուտ գալիս էի գնում էի զեկուցի։ Այդպես իհարկե ծանր որոշումներ եղել են։ Բարի պարոն Կարապետյան, տեսեք 33 տարին են կարևոր ժամանակաշրջան է, որ կարողանաք իմ այս հարցին ավելի կոնկրետ պատասխանել։ Օրինակ, ձեր կարծիքով բանակը պետք է լինի միայն սահման պահող, թե դա պետք է լինի ազգային մտածելակերպ, արժեհամակարգ։ Բանակը իրականում սահման չպետք է պահի, вообще չպետք է պահի։ Դրա համար կան սահմանապահ զորքեր։ Մեր պայմաններում, ես ձեզ ասեմ, քանի զինվորը նստած է խրամատում, կապ չունի քաղաքական գործիչները ինչ են ասում։ Պատերազմը շարունակվում է։ Լսում եք ինչ եմ ասում։ Այդ որ ասում է խաղաղություն, բան, եթե մի զինվոր մեր կողմից նստած է խրամատում եւ իրենց կողմից մի զինվոր նստած է խրամատում, ուրեմն պատերազմը շարունակվում է։ Ուղղակի մեր պատերազմը ունի ակտիվ եւ պասիվ ժամանակահատվածներ։ 80 արդեն 9 թվականից սկսվեց, կարամ այդպես համարեմ։ Ակտիվացավ 90-ականների սկզբին, առավել ակտիվ եղավ։ Հետո դադարեց, հետո հանդարտվեց, հետո նորից շարունակվեց, փաստացի կարող ենք ասել, որ մենք եթե հաշվենք 89 թվից եւ մինչեւ այսօր 37 տարի արդեն պատերազմի մեջ ենք մենք։ Ու դա այդպես է։ Այսօր ասենք Ադրբեջանին հաջողվեց, եկավ, չգիտեմ, մեր այդ թափթփուկը ստորագրեց, Արցախը հանձնեց, եկավ գրավեց նստեց Արցախում, 30 տարի մենք էինք նստած,
Հիմա իրանք են նստել, դե կարծում եմ, որ նորից իրանք հետ են գնալու, իրանք ձև չունեն դե մնալու։ Չեն կարա մնան Արցախում։ Բացի դրանից ես ձեզ ասեմ, Նախճիվանն էլ է վերադառնելու։ Իրենք Նախճիվանը արդեն ադրբեջանական տարածք չի։ Ադրբեջանը ոչ մի ձև չի կառավարում Նախիջևանով։ Բացի դրանից Նախիջևանցիք իրանք են արդեն հաշվում, որ իրանք ինչ որ ուրիշ ազգ են։ Եթե sense բան անես։ Բացի դրանից նորից ասեմ, որ Նախիջևանում տեղակայված են թուրքական զորքեր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես հետախուզության պետ էի, մենք զեկուցում էինք, որ կոմանդոսների մի ջոկատ այնտեղ կանգնած է։ Եվ ոչ մի կառավարման բաներ Ալիևը չունի այնտեղ։ Բացի դրանից, Ադրբեջանում էլ ամեն ինչ այդքան լավ չի։ Նույն Ադրբեջանում էլի կան թուրքական զորքեր, թուրքական խորհրդականներ, բոլոր նախարարից սկսած միջև Վաշտի հրամանատար եւ փաստացի, եթե այսօր Թուրքիայից մի հատ էսպես անեն, Ալիևին ոտերը առաջ իր օֆիսից կհանեն։ Ինքը անկախ երկիր չի։ Ինքը ընդամենը պատկերացեք, չնայած ես իրան հաշվում եմ խելոք մարդ, որպես մեր հակառակորդ եւ բավականին այսպես պատրաստված, որովհետեւ ինքը կարողացավ, պատկերացեք, մեր գործերը խառնի Մոսկվայում ու կարծում եմ, որ մենք պետք է հələ հետազոտենք, թե այդ օրական $1 միլիոն բորդից էր գալի Հայաստան, որ այս ԿՊ-ն ելներ այսօր եւի ղեկավարների շարքում։ Շատ հարցեր կա, որ մենք դեռ ուսումնասիրում ենք։ Այստեղ ուզում եմ ասեմ, որ իրավիճակը մեր մոտ բավականին ճիշտ է, մենք ասեցինք առաջին մասում խոսենք ձեր մասին, հետո երկրորդ, բայց ցավոք սրտի այնպես է մեր Հայաստանի շուրջն էս բաներ ալնում, որ չես կարող, մարդ չի կարող ինքը իր մասին խոսի։ Այո, դուք այսպես եկաք արդեն այսօրվա մարտահրավերներին, պարոն գեներալ, ես ուզում եմ մենք միասին անդրադառնանք մայիսի 28-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած զորահանդեսին, այստեղ տեսակետները հայ հասարակության մեջ շատ իրարամերժ էին, մի մասը կարծում էր, որ պարտված բանակը չպիտի զորահանդես անի, մի մասը կարծում է, որ եթե խաղաղություն է, ապա այդ զենքը ում վրա է կիրառելու, նույնիսկ մտավախություն կա, որ Երևանի կենտրոնում է մնալու, արդյոք դա հենց հայ ժողովրդի վրա պիտի կիրառվի, մի մասի համար դա խեղճության եւ թուլության զորահանդես էր, մի մասը գնահատեցին զինտեխնիկայի մի մասը, մյուս մասին վերաբերվեցին մեկ այլ տեսակետից, երեք դուք եւս անդրադարձ եք կատարել եւ այսպիսի մի ուղիղ հարցադրում եք ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե ուր է այդ 8 միլիարդի զենքը, ասեմ, որ ձեզ անդրադարձել էր նույնիսկ Սուրեն Պապիկյանը իր էջում ձեր այդ հաղորդումից փոքրիկ հատված էր վերցրել, թե ուր է, ահա ի ցույց ենք դնում, տեսեք, ի վերջո ուր էր այդ 8 միլիարդի զենքը եւ դուք որպես զինվորական ինչպիսի գնահատական կտակ, տեսեք ժամանակին օրինակ Ստալինը հաղթելուց հետո զորահանդես արեց, Գերմանիան պարտվեց զորահանդես չարեց, ինչի ցուցադրություն էր սա, արդյոք քաղաքական ենթատեքստ կար նաեւ ընտրություններին ընդառաջ։ Այդ զինատեսակները, որ ինքը ցույց էր տալի, դրան ոնց ասեմ ձեզ, դա 1 միլիարդի մեջ էլ չէր։ Եթե նույնիսկ ամեն մեկից գցենք 10-ատ 20-ատ առածելնեն, չգիտեմ։ Ես բավականին լավ տիրապետում եմ այդ գներին։ Թող չմոռանան, որ ես հետախուզության պետ եմ եղել։ Բացի դրանից, դուք ոչ մեկ չնկատեց եւ ինձ մեր նախկին գնդապետներից մեկը հուշեց։ Ոչ մի հրթիռային համակարգ իրենք ցույց չտվին, որտեվ չեն գնե, այն հիներն էլ չուզեցան ցույց տալ, պատկերացեք Իսկանդերը ցույց տային, այդ իրանց այդ սաղ այդ բաները, որ իրանք առել են, կողքը զիբիլա, կներեք։ Իրականում զիբիլա, այնտեղ ամենալուրջ զենքը, որ ես տեսա, դա տոս 1-ն է, որը իրոք ահավոր զենք է։ Բայց այդ էլ ինչքան գիտեմ, նախկինում 102-րդ բազայից
Ռուսական կողմը նվեր է տվել։ Ինչքան տեղյակ եմ, կարող է սխալվում եմ։ Այդ բանը չեմ կարող ասեմ։ Մնացածը դեն գցելու բան են։ Բերել ես խաղալիքները, ռոբոտ ես բերում, կներեք այսօր մեր երեխեքը, մեր փոքր թորները այդ ռոբոտներով խաղում են, այդ բերե խապում ես ինչ անես։ Դու այդ ռոբոտները կարաս լեռնային պայմաններում օգտագործես։ Ճիշտ ասած, իմ մոտ զարմանք առաջացնում։ Գիտեք, ու մարդիկ, որոնք գաղափար չունեն, զենքը ոնց է գրվում, ոնց է գնվում։ Գաղափար չունեն։ Ինչի են գնում, օրինակ, գնում են սա, բայց չեն գնում սա։ Երեք չեմ ասել, չի ուզում բան անել, հիմա ասեմ, այդ հնդկական այդ հրետանին զիբիլ է։ Իրականում զիբիլ է։ Ոչ մի այնպիսի համակարգ չկա, որ մենք ասենք, որ կարող է հիմա պատերազմ սկսվի, նկատի ունեմ այն մեծ բաներից, ֆրանսիական մեքենաներն են ցույց տալի, այդ բաստիոնները։ Ուրեմն այդ բաստիոնները բերել էին Ուկրաինա, հենց այդ նույնները։ Բերել էին Ուկրաինա, ուկրաինացիք հրաժարվել էին այդ բաստիոններից։ Ու հետ էին ուղարկել Ֆրանսիա։ Ֆրանցուզներն էլ մեզի 80,000 եվրոյով հատը ծախել են։ Հիմա հարց եմ տալի։ Եթե Ուկրաինայի հարթավայրում դա չի աշխատել, մեր մոտ էդի բերել ես ինչ անենք։ Բարձր սարերի պայմաններում այդ մեքենան խոտել չի դնում։ Դու բերել ես ստեղ մեր մոտ, բերել ես մեր աշկերը ցույց տաս։ Ես քեզ կարամ ասեմ խիա բերե։ Զատո այդ մեքենաներով կարելի է լավ միտինգ ցրել։ Որը որ անում է Ֆրանսիայում։ Ֆրանսիայում այդ նմանատիպ մեքենաներով են։ Դուս գալի այդ ասենք ինչ որ ժողովրդի դեմ սկսում են այդ ժողովրդին բանը։ Պրոֆեսոր Բրենն ասենք ինչ որ ջրի շլանգա դրած, ջրով բան են անում։ Ինքը զրահապատ չի, Կալաշնիկովը ինքը ծակում է այդ մեքենաները։ Հասացի զորքը նստած այդ մեքենաների մեջ, ինքը ոնց որ պատանդ լինի։ Դրամալ ուկրաինացի հրաժարվել էին։ Բերել ես մեզի ցույց ես տալի, կրասկա ես տվեն։ Գիտեք, դրանք կատու կրասկա տվող են։ Այդքան բան։ Ու ժողովրդին խափում են։ Ես գիտեք, ես երեք էլ ասեցի, այսօր էլ էի ասում։ Ես ճիշտն ասած ուզում եմ մեր բանակը լավ լինի։ Որտեւ այդ բանակը Նիկոլի բանակը չի։ Այդ բանակը մեր բանակն է։ Ու կապ չունի, սիրում ենք մենք այդ ղեկավարին։ Դիժա այդ ղեկավարը թե խելոք է, կնիկա թե տղամարդ է, կապ չունի։ Դա մեր բանակն է, մենք ուզում ենք լավ լինենք, մենք ուզում ենք ուժեղ լինենք։ Հասկանում եք։ Իսկ այն ինչ որ մեզի բերում է ուզում է խափի։ Ինչ ասում, ես որպես մասնագետ եմ ասում, գիտեք, այնքան պուշկա եմ տեսել, այնքան հրետանի եմ տեսել, ու մեկ էլ ամենա կիրառելին եւ ամենաօգտակարը մեր համար այդ մեր տեղի արտադրանքի անօթաչու թրջող սարքերն են։ Այդ էլ մասնավորի գործն է։ Իրանք ոչ մի ներդրում չեն արել։ Պարադը ես երեք էլ ասեցի։ Շատ կարևոր է զինվորի հակու կապը։ Զինվորի հակու կապը խոսում է զինվորի առաջին մեծ ազդեցություն ունի զինվորի վրա, իր հոգեկան վիճակի վրա, հոգեբանական վիճակի վրա։ Գիտեք, այդ տարբեր ստեղ ինչ որ բաներ որ խփում են, այդ ջայլ տղեկ են, հասկանում եք։ Իրանց ոգևորելու համար իրանք պետք է sense մարտունակ զգան իրանց։ Դուք տեսաք մեր հետևակը կանգնած հասարակ համազգեստով։ Բանը հատուկ նշանակության բրիգադը, նախկին իմ ենթակա բրիգադը կանգնած խայտարակ համազգեստով։ Նո ավելի շուտ ոչ թե համազգեստը, այ բան է։ Էկիպիրովկեն։ Կանգնած է ռազմական ոստիկանությունը։ Հոշում եմ ոտից գլուխ, մենք հասկանում ենք որտեղ են ուշադրություն դարձնում։ Այդ որ ասում եք վերակալ է ինձի հատված ասելա նայել եմ։ Ես հասկանում եմ
ում ես ուշադրություն դարձնում ոստիկանին ռազմական ոստիկանին ես դեմ չեմ ոստիկանության տղեկին այնտեղ շատ նորմալ տղեկ կա որ կռվել են բան են արել չէ բայց սա քաղաքականությունն է ու իմոտ տպավորությունն է որ ասում եմ մեր բանակը աշխարհի ամենահանցագործ բանակն է մեջն էլ կազմակերպված հանցագործներ կան գիտեք խմբեր կան ում դե մասկե կա պետ որ մտնես զինվորին ասես խելոք մնա դե ահավոր է չկա աշխարհում տես բան գոյություն չունի չկա ռազմական ոստիկանություն նման էկիպիրովկով գոյություն չունի ինչ է այդ ամեն օր ինչա բան են անում դեն Վարդան Ղուկասյանին որ ձերբակալում էին պետք է հիմի տես գնան ինչ որ մի հատ կներեք սալդատի ձերբակալեն 50 հոգի սպեցնաց մի հոգու բան մարդու ինձ թե Մոսկվայում պատկերացրեք ասենք իմ մակարդակը իմ պատրաստությունը չէ երևի նայել եք ասենք բաները պատկերացրեք ինձ մոտենում է երկու ոստիկան շատ կուլտուրական ձևով ներկայանում են եւ ասում են անհրաժեշտություն կա որ դուք գաք մեզ հետ իսկ մեր մոտ ասֆալտի քաղաքականությունն չագուչի քաղաքականությունն այդ էր պարադում ես դա տեսա ԱԱՑ-ի սպեցնազը ոտից գլուխ հագնված որը որ մեր ժողովրդի դեմ են երևի պատրաստում օգտագործեն ռազմական ոստիկանությունն էլ օգտագործվելու մեր ժողովրդի դեմ հասկանում եք տեխնիկան էլ թողում են հրապարակում ինչի բայց այդ ասում էր գախնիա մի նկարեք հիշում եք ասում եք հայտարարել եք գախնի ասում եք մի նկարեք արա բերը հրապարակում դրել եք մարդիկ գիտեք որ ասում բան են ասում գլխի հետ ընկերություն չեն անում հասկանում եք իրանք իրենց գլխի հետ ընկերություն չեն անում Փաստորեն, պարոն Կարապետյան, եթե այսպես ձեր խոսքը փորձեմ ես ամփոփել, ավելի շատ դա ոչ թե զորահանդես էր, այլ քաղաքական, բանակի քաղաքական ցուցադրություն։ Ավելի շատ դա նրա համար էր, ու առաջինը եղավ, այն որ ասում է լրիվ խայտարակություն, ասեմ, ապրեն մեր զինվորները Շատ լավ շարայինով անցնում էին։ Ինչ որ մեր զինվորից էր, սպայից էր գալի, շատ լավ էր։ Մեկ էլ կներեք էլի, չեմ ուզում ոչ մեկին նեղացնեմ։ Դուք գիտեք, ես սպային չեմ նեղացնում։ Բայց մենք մեր գյուղում աքլոր ունեին կարմիր գույնի էր։ Ուրիշ բան չասեմ։ Համազգեստը, զինվորի համազգեստը։ Ուրեմն ինձ ասում են զինվորին համազգեստով պարադից հետո մոտեցել են ձեռ են տալի համազգեստին պլաստմասը զինվորին հարց են տալի ոնց է ասում է որ բանը արևը բան անում ասում են մենք բան ենք կլնում սաղ ջուր ենք դառնում հասկանանք է մեր կլիմայական պայմաններում դուք տեսեք բերը ինչ են հագցրել այս երեխեքին չէ որ այդ զինվորի համազգեստը տենց չէ որ եկան ասին գնացին խանութ ասին կեսի սիրունա եկեք սա առնենք կամ այդ ինչ բան է ով գալիս է գերբա փոխում համազգեստա փոխում սիմվոլա փոխում ոչ մի բան չեն անում գիտեք սաղ պրավալա սաղ աշխարհով մեկ պրավալա Համազգեստ են փոխում։ Ինչ ասեմ։ Էսա մյուսը կգա, երևի են էլ կփոխի։ Ցավոք սրտի, քանի Հայաստանը այդպես է, մենք խնդիր ունենք։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, այստեղ նաև վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում անկլավների մասին,
այդ անկլավների մեջ ներառված է նաև Տիգրանաշենը, ինչ ռիսկեր է պարունակում Տիգրանաշենը, որովհետև զուտ տարածք չէ, հենց իր աշխարհագրական դիրքով այդ Փաշինյանի այդ որոշումը Տիգրանաշենը հանձնելու իր մեջ ինչ ռիսկեր է պարունակում։ Դե առաջինը նույն Փաշինյանը տրիբունայից գոռում է, որ ամեն ինչ ժողովուրդն է որոշելու, բայց բանից պարզվում է ոչ մի բան ժողովուրդը չի որոշում։ Մի 8 տարի ղեկավար է։ Խնդրում եմ մի հարց ասեք։ Մի հարց, որ որոշել է ժողովուրդը։ Մի հարց, որ ինքը հարցրել է ժողովրդին ու լսել է ժողովրդին։ Մի հարց։ Հեսա միանձնյակը որոշի Տիգրանաշենը կտա, միանձնյա որոշել է մեր ընդերքը նվերատվե բանին, ամերիկացիներին, տեսակ եկավ, ստորագրեց գնաց։ Միանձնյա որոշեց։ Սա ամեն ինչ տվել է իրանց։ Միանձնյա որոշեց տրիպի ճանապարհը, ումա հարցրել։ Չհասկացա են, մի անգամ ասել եմ, քաղաքականորեն եմ ասում, անձնական չեմ ասում, քաղաքականորեն, դու գիտեք, ես չեմ վիրավորում։ Քաղաքականորեն իմ մոտ տպարություն է, նորից կրկնում եմ, որ մի կապիկի ձեռը նռնակեն տվեք, գցե վանդակի մեջ։ Քաղաքականորեն եմ ասում։ Ուսաղը սնգել են կրակը։ Ոնց ասեմ ձեզ, ինքը մի բան լավ հասկանում է։ Հենց այդ աթոռից գնաց, հենց այդ աթոռից ոտը դրեց են։ Կներեք։ Նույնիսկ Նաստրադամուսը երևի չի կարող բանանի, թե ինչի դեմ է ինքը կանգնում։ Տեսեք, դուք խոսեցիք թրիփի ճանապարհից, պարոն Կարապետյան, այսօր Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դեմ է, Իրանը դեմ է թրիփի ուղուն, եւ այստեղից ստացվում է, որ մենք հարաբերությունները լարում ենք եւ մեր հարևան բարեկամ երկիր Իրանի հետ, հարաբերությունները լարված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Երեք Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան այսպես խեղճացած էր խոսում, ասում էր, դե լավ կլինի, մենք հետո կշտկենք ոնց որ այդ հարաբերությունները։ Փաշինյանը ասում է, թե ես ընտրություններից հետո կգնամ, իրենց աչքերի մեջ կնայեմ եւ կխոսեմ, բայց այն մարտահրավերը, որ այսօր Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի վարած իշխանության սխալ դիվանագիտության արդյունքում տարվում է Հայաստանում, դա տնտեսական պատերազմ է եւ ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսությունը դժվար թե այս կոլապսին դիմանա։ Դուք ինչ եք մտածում այս ուղղությամբ, մեր որտեղ էր այն էական սխալը եւ հիմա այս պահին ինչպես կարող ենք շտկել, որովհետև առանց այդ էլ Հայաստանի տնտեսությունը մի այդպես զարգացման մեծ էտապ չէր ապրում, իր տկարության փուլում էր։ Ձեր հարցի մեջ կա հենց ինքը պատասխանը։ Առաջինը ասեմ ձեզ, որ իրանք չեն կարող Ռուսաստանում ոչ մի հարց լուծեն։ Ապագայում։ Իրանք թող մոռանան, որտեվ իրանք արդեն այնպիսի ապտակներ են տվել Մոսկվային եւ Ռուսաստանին, իսա այս վերջի 5 տարում կռվող ժողովուրդ է։ Հասկանում եք։ Կռվող ժողովուրդ է։ То есть սրանք արդեն դիվանագետորեն չեն նայում իրանց 4 կողք, որտեղ պատերազմի մեջ են։ Իրանք հիմա չեն հասկանում, որ ասում են կգամ, կշտկեմ, մա քեզ ով աստել լսելու։ Նման ատելություն ոնց որ հիմա է, կոնկրետ այդ անձերի հանդեպ, կոնկրետ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, մյուս, չգիտեմ, պաշտպանության նախարար, ազգային անվտանգության ծառայության պետ, քննչականի պետ, հակակոռուպցիոնի պետ, այդ աստիճանի ատելություն ես այստեղ չեմ տեսել։ Որևէ մի հայի նկատմամբ չեմ տեսել։ Իրանք չեն կարող, իրանք էլ մուտք չունեն այստեղ։ Ես 18 թվականին, այդ որ ինձ բերեց ինքը ասեց, չէ, ասես բերել եմ կապեր ուներ, բան ուներ, նրա համար որ ես իր կապերը ստե շտկեի։ Ինձ հաջողվեց, ինքը մոտավորապես տեսակ մի 3 տարի իր մոտ ստացվում էր այդ հարաբերությունները իմ միջոցով կարողանար այստեղ
պահել, շտկել եւ այլ եւ այլ։ Հիմա ոչ մեկ չկա աշխարհում, որ կարողանա իր հարաբերությունները դզի Ռուսաստանի հետ։ Ու ինքը դա հետևանքներ է ունենալու, արդեն ունի։ Դուք տեսաք, երեք ամեն ինչ արգելեց։ Այսօր հայտարարեցին ջերմուկի մասով։ Այսօր ասենք միջև այդ չէին թողում ջերմուկը մտնի։ Այսօր հայտարարություն են արել, որ սաղ ջերմուկը ինչ կա չկա, արդեն ոչ միայն Ռուսաստանի տարածքում, ոչ միայն Ռուսաստանի տամբա, ամբողջ Եվրոզեսի տարածքով հավաքել։ Լսել եք այդ հայտարարությունը։ Այսօր հայտարարել են։ Ասում են ես կգամ աչքերին կնայեմ։ Ա դու ստե ով ես։ Ում աչքերին ես գալի նայես։ Պուտինի, Լուկաշենկոյի, դու քեզ ում է տեսե համեմատում։ Մի հատ քո արտաքին տեսքը նայի, գնա հայլու մեջ նայի, տո ցիլոյով ես, տո կեպիով ես, տո միրուկով ես, տո չգիտեմ ինչ ես։ Մարդ, որը իր մեջ ունի վստահություն եւ ուժեղ մարդ է, ինքը իր տենց խնդիրներ չունի, որ այդպես տեսքը փոխի։ Ասում է կգամ աչքներին, գարի նայ։ Իրանք է քո աչքերին կնային։ Գելը սուսիկ փուսիկ թողես կեթաս։ Ինչ պյանես։ Ինչ է, ստիպելու ես ռուսները մեր պամիդորը առնեն։ Չեն առնում։ Երեք ասեցի, չեն առնում, կոպիտ չեն առնում։ Ասում են բեկալա ապրանքդ գնա։ Լարսում 20 կիլոմետր հերթա, սաղ մտքերը հետ են տալի։ Սաղ մեր գյուղատնտեսական արտադրանքը հետ են տալի։ Ու ես ասեմ դες ամբողջ արտադրանքներին է դա անդրադառնալու։ Ու կարծում եմ, որ մոտակա ժամանակը Ռուսաստանից Հայաստան կարող է տրանսֆերներն էլ փակեն։ Այն որ մարդիկ իրանց հարազատներին փող են փոխանցում։ Բայց չհասկացա, ինքը թշնամաբար պահում է, որտեղ նստում ասում է ռուսները մեր դեմ են։ Սա որը հակառուսական ռոպագանդա է տան։ Ես չեմ պաշտպանում ռուսներին։ Չեմ պաշտպանում։ Ես չեմ ասում ռուսը լավ է, այն մյուսը վատ է եւ այլ, չեմ, դրա մասին չի խոսքը։ Բայց մենք ապրում ենք սրանց հաշվին։ Ինչ ես ուզում։ Դե գնա բոմբ դար։ Ասում է տենց ես ասում։ Ախպեր ես խեմ քո գազը քեզի 160 դրամով տալի։ 160, չգիտեմ ինչքանով է տալի։ Կգաս 1000-ով կառնես։ Ինչ ասում է, քեզ պարտական եմ։ Ճիշտ է ասում։ Հələ իրանց համբերությունը, որ այսքան երկար պահել են, համբերաբար, կանչել են, համոզել են, տենց մի արա, մի տենց խոսա, մեր դեմ մի խոսա, ինչ արեց Ալիևը։ Եկավ Իրանը ստացավ, քաշվով գրախ։ Էս չես անում, դա է քաղաքականությունը։ Ամերիկայի պրեզիդենտը գրել է Հայաստանի եւ այլ սենց կլինի։ Ամերիկայի պրեզիդենտը Հայաստանի տեղը սկի չգիտի։ Երկու անգամ Ալբանիա է ասել։ Ես առաջարկում եմ իրան լսի Ամերիկայի պրեզիդենտին գնա դառնա Ալբանիայի վարչապետ։ Գնա իր տեխնացիոն դնի։ Մեր հետ ինչ գործ ունի դի։ Ինքը չի կարա դզի, մոռացեք։ Չի կարա ու ավելիա եթե ինքը մնաց, ավելիա վիճակը վատանալու, տնտեսական, ավելիա վատանալու։ Ինչա, ես երեք ասեցի, Ժորջան, քանի կուշտ ենք, քանի ինչ որ բան կա, հիմա է պետք որոշել։ Մի սպասեք, որ ձմեռը նոր մրսեք, հիշեք 90-ականները։ Ոչ մեկ մեզ չի օգնելու։ Ոչ մեկ։ Թուրքերը ու ադրբեջանցիները այսօր որ են, գիտեք, ես երեք ասեցի, կատուն որ մկանը բռնում է, հետը սկզբից խաղ անում, միանգամից չի ուտում եւ չի սատկացնում։ Թուրքերը հենց տեսան մեր վիճակը վատացել է, թող ոչ մեկ չսպասի, որ գալու են մեզ մի կտոր հաց տան։ Գալու են մի հատ էլ վերջի անգամ դնեն լապատկեքի վրա ու վերցնեն սա։ Հասկանում եք, պարսիկների հետ հարաբերությունները փչացնել հանուն օվկիանոսից այն կողմը գտնվող ինչ որ մի երկրի, ինչքան էլ այդ երկիրը այսօր հզոր է, հա մենք հարգում, սիրում ենք այդ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց չի կարելի դա անել, որտեղ Իրանը
մեր կողքը, կարա 5 րոպեում հարձակվի մեր վրա։ Եթե դու ռուսների հետ հարաբերությունները վատացնես, ես ես մի պարզ բան ասեմ։ Իրանը մեր հետ լավ է, որտեղ մենք լավ էինք ռուսների հետ։ Ասեմ ինչ եմ, ես խնդրում եմ ինձ լսեք։ Հենց մեր հարաբերությունները ռուսների հետ վատացավ, Իրանը մեր հետ 2 անգամ ավելի վատ հարաբերություններ անել։ Քո հարևանն ասում է տրիպի ճանապարհը տեղով ամերիկյան ճանապարհ չպետք է այդտեղով անցնի։ Ամերիկացի դե չպետք է մտնի ու կխփի։ Իսկ որ պարսիկները խփեն, ադրբեջանցիների հետ պատերազմը համարում ենք բան, այն երեխեքը որ փողոցում իրար հետ են կռվում էին, իրար խաղ էին անում։ Համարելու ենք խաղալիք։ Չկարելի sense բաներ անել, այդ մարդիկ պետք է գնան։ Պետք է գնան, ձև չունեն։ Ու պետքա դզվի ու պետքա ամեն ինչ արվի եւ Եվրոզեսում մեր հարաբերությունները վերջապես դզվի։ Ու ոչ մեկ մեր վրա չկասկածի մենք բան, որ այս կողմից այն կողմ պետք է թռնենք։ Շատ կարևոր է մեր ապագայի համար։ Եթե չէ, եթե գնացիք Իրան ընտրիկ, ուրեմն ես խնդրում եմ հմիկվանից ձեր փողոցի ծառները կտրեք, այնտեղ պահեք, որ ձմեռը տաքացնեք։ Որտեվ գազը թանկացնելու է մի ամսից։ Դե ասում եմ, գազապրովոդ կսարքենք, ինչ ասեմ, որ արել է միջև այսօր։ Ինձ երեք ասում են, երեք խոսում ասում է դբրոցներ ենք սարքել։ Բայց դուք գիտեք, որ մի դբրոց սարքել են, 4 գյուղերում դբրոցները փակել են, միացրել են, որ սաղ տիգան այդ դբրոցը սովորեն։ Ոնց են գալու այդ երեխեքը։ Ոնց են գալու հասնեն դբրոց։ Ձմեռը ոնց է սանելու։ Սարերի պայմաններով այդ երեխեքը ոնց են գալու մտնեն դբրոց։ Ոնց կարելի է գյուղի դբրոցը փակել։ Հասկանում եք, ասում եք եթե կողքի գյուղը ոնց է թա։ Ամեն գյուղում բան է ստալու, ավտոբուս է ստալու, խիստ կասկածում եմ։ Հեսա գազն ու բանն էլ բենզինն էլ կփակեն, տենամ այդ ավտոբուսը ինչով ես խոտ տալու։ Շատ ասեմ ձեզ, սուտ ասան ու մեր ժողովուրդը հավատում է։ Սուտ ասան։ Դե ասում ես մի հատ բան ունի, ասում էր կատու կրասկա տվող։ Կատուն կրասկա են տալի, խափում ասում են վագրա, դե ծիգրա, չգիտեմ։ Այդ վիճակն է։ Ես առաջարկում եմ ամեն մեկը այսօր երեկոյան կամ դրանից 1 օր, 2 օր առաջ նստի լավ մտածի ինչ անում։ Կլինի պաշտոնատար անձ, կլինի զինծառայող, կլինի հասարակ գյուղացի։ Պես մի գնացեք անձ ընտրեք։ Ընտրեք գաղափարախոսություն։ Ընտրեք այն գաղափարախոսությունը, որը ձեր սրտին մոտիկ է։ Մի լսեք սրան։ Սուտ ասան են։ Սուտ ասան խափեբա։ Ու մի մտածեք ձեր աթոռի մասին։ Մի ասեք, որ Նիկոլը չլինի ինձ գործից կհանեն։ Այդ բանով մի գնացեք ընտրեք։ Դա էլ է կաշառք տալ։ Դա էլ է կաշառքի ձև է, կոռուպցիայի ձև է։ Առաջարկում եմ մտածեք ինչ եք անում։ Կամ պատրաստվեք մոտակա 4 տարին կներեք սառեք եւ ձեր այդ լավագույն դեպքում այդ ունեցածից արախ քաշեք ու ինքներդ է խմեք։ Գյուղատնտեսական ապրանքներից։ Մեր մասով ասեմ ձեզ, մենք 15 համարն ենք։ Հավատացնում եմ, այս բոլոր խնդիրները 2 ժամում լուծվող է։ 2 ժամում։ Դրան մի պայման կա, պետք է Նիկոլը չլինի։ Ու մենք կարանք 2-3 ժամում այս խնդիրները լուծենք։ Մենք եղանք իշխանության։ Ես խոստանում եմ, հաջորդ օրը առավոտյան
կհայտարարեն, որ մեր ամեն ապրանքը Ռուսաստանում ընդունում են։ Ես խոստանում եմ։ Ու մենակ այդ չէ։ Ու կտեսնեք իրավիճակ կփոխվի։ Կտեսնեք Ադրբեջանի պահվածքը ոնց կփոխվի մեր հանդեպ։ Կտեսնեք մեր Բաքվում նստած գերիների տղաների վիճակը ոնց կլինի։ Չհասկացա։ Կներեք, ես չեմ ասում ելնեի երկրի վարչապետ, ես ելնեի նախարար, միջև այսօր, ընդ գերի կմնար, բացարվում է, օրը մեջ կներեք թուրք կգողանայի, որ փոխեի, օրը մեջ, հա իրանք էլ կարային անեին, բայց այդ այնքան շարունակական կլներ, որ ստիպված ըլնելու են ամեն ինչը հետ տային, ու մենակ չի վերաբերում հասարակ զինվորին, այդում Ռուբեն Վարդանյանին, ինչա, մի ադրբեջանցի չկա Ռուբեն Վարդանյանի դասի, երևի հասկանում եք ինչ եմ ասում, ուրիշ ճանապարհ չկա, իրան չեն տալու, ու ինքը միշտ կզած է ման գալու, ինքը մենակ մեր ժողովրդի դեմա չագուչ բանանում, 50 հոգի ղրկում են, ամոթը չեն անում այդ տղեկը բիրետներով, նայում ես ամեն մեկը 2 մետրանոց, գնում են մի հոգու ձերբակալելու, ամոթ իրանց, չնայած ասում շատերին ճանաչում, լավ էլ դուխով կարգին տղեկ են, երևի ոնց հրաման են տալի, տենց էլ անում են, որտեղ շոուի է պետք, ինչ անի ծառայող տղա է հրաման ա դրում, գնում է, եկել է ժամանակը, որ ամբողջ հայ ազգը հասկանա, կամ լինելու է, կամ չի լինելու, լավագույն դեպքում էլ այդ մկան դերն է կատարելու կատվի կողքը, եթե սա մնաց, մենք 15 համարն ենք, ընտրեք 15 համար, ու կտեսնեք ինչքան, ոնց կփոխվի ամեն ինչ, ոնց կփոխի, կվերանայես դատարանների ես պահվածները, կալանավորումները, սրա նրա տները առնել ձեռնելը, ավտոները առնելով, չհասկացա, ամոթ ձեզ, ինչ ասեմ, ազգային հարցը կներեք ցեմենտի գործարանն է, ազգային հարցը, սաղ օրը լսում եմ, ցեմենտի գործարանը ձեր, հա, ստե գիտես քանի ցեմենտի գործարան են օրեկան վերցնում սրա նրա ձեռից, բա մի օր խիչ են հայտարարում, ինչա դա քո գործն է, քո գործն է եկել ես 3 անգամ արտաքին պարտքը աճել է, արդեն հեսա հասնելու է 16 միլիարդի, միջև տարվա վերջ, եթե ինքը մնաց, վաղ թե ուշ ուզելու են, չէ մեզանից այդ գումարը, բա ասում ես գազը կտանք, տրիլիոններ կլնի ես կլնի, ֆանտաստիկ սուտասան, ֆանտաստիկ, ու հետաքրքիր է, նա մակացի գորյակը հավատում է, տապ ենք տալ, ասել, վարչապետ, Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը գեներալ Արշակ Կարապետյանն էր։ Նոր խոսք հաղորդաշարի շրջանակներում մենք հյուրընկալելու ենք գիտնականների, բժիշկների, գործարարների, մանկավարժների, որովհետև երկիրը կառուցում են ոչ միայն քաղաքականությամբ, այլ մտածողությամբ, խոսքով և արժեհամակարգով։ Կհանդիպենք, ցտեսություն։